Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Նա շատ ծանրաբեռնված է իր գործերով և հետաքրքիր աշխատանքի համար օգնականի կարիք ունի։ Կարող ես օգնել նրան։ Նա ամեն վայրկյան կարող է գալ։ Դա պետք է որ նա լինի։ Ողջույն, ես Ստեփանն եմ, ես խուզարկու եմ։ Ես քո կարիքն ունեմ, այո քո, ես ավելի քան 1000 գործ ունեմ պարզելու։ Դու չափազանցնում ես։ Ինչու՞։ Լավ, ուրեմն 999 հատ։ Ահա եւ առաջին գործը, այն շատ գաղտնի է, բայց շատ շտապ, որ այլևս միամիտներին չթալանի։ Նա խաբեբա է։ Խաբեբա, որը գումար է գողանում մարդկանցից։ Եվ այդպես երկար ժամանակ։ Պետք է բռնել նրան։ Նրա նկարագրությունն է բավականին փոքրամարմին, բայց ճարպիկ։ Այս անձի մասին բանալի տեղեկություններ կարող ես գտնել Աստվածաշնչում, Ղուկասի ավետարանի 19-րդ գլխի 2-րդ համարում։ Ղուկաս 19:2-ը քեզ կօգնի նրա որոնման հարցում։ Եթե Աստվածաշունչ չունես, գրիր ինձ, և ես քեզ կտամ։ Երկրորդ գործում դու պետք է շատ զգույշ լինես։ Այս մեղադրյալը սպառազինություն է օգտագործում։ Նա հայոյեց կենդանի Աստծուն։ Նրա ոտքի հետքերը ջնջելը շատ դժվար կլիներ նրա համար։ Նրա կոշկի չափսը գրեթե 73 է։ Քեզ մոտ նշիր, թե որտեղ կարող ես նրան գտնել Աստվածաշնչում։ Առաջին Թագավորների 17-րդ գլուխ 4-րդ համար։ Կրկնում եմ, Առաջին Թագավորների 17-րդ գլուխ 4-րդ համար։ Եթե դժվարանաս Աստվածաշնչում գտնել գրքերը, ապա օգտվիր ցանկից։ Համար 3-րդ գործը ինձ համար շատ կարևոր է։ Այս մարդուն վերջին անգամ տեսել են գետի մոտ։ Նրա հագուստը պատրաստված էր ուխտի մորթուց, և նրա սիրելի կերակուրը պիցցան չէր, այլ մորեխներն ու վայրի մեղրը։ Նա հրավիրում է բոլորին ապրելու Աստծո հետ և հետ դառնալու իրենց մեղքերից։ Շատերը լսեցին նրան և անկեղծությամբ խոստովանեցին իրենց մեղքերը։ Երբ խուզարկու Ստեփանը գտնի այս մարդուն, հետագա աշխատանքների համար ավելի թեթև կզգա իրեն։ Բանալի տեղեկություններ կարող եք գտնել Մատթեոս 3-րդ գլխի 1-ին համարում։ Մատթեոս 3-րդ գլուխ 1-ին համար։ Եվ Աստվածաշնչի նույն գրքում, Մատթեոս 1-ին գլխի 21-րդ համարում, կբացահայտեք, թե այս մարդն ում հետ իրեն համեմատեց։ Խուզարկու Ստեփանը շատ կուրախանա, եթե քո պատասխանները մեզ ուղարկես։ Խնդրում եմ շտապիր, այս գործերը շատ շտապ պետք է լուծվեն։ Ես քեզ հաճելի ժամանակ եմ մաղթում, մինչ կփորձես բացահայտել այս գործերը։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ, haypocric@gmail.com։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։